Բերիսում հայկական սելլերները այլևս չեն կարող վաճառել։ Լկտիսու նման ինֆորմացիոն հեղեղված է ուղղակի ամբողջ համացանցով ու անընդհատ մեր էջերում գրում եք, հարցնում եք սա ինչա, սա ինչա, սա ինչա։ Հիմա ես մի փոքր համառոտ ձեզ ներկայացնեմ։ Ուրեմն այո, հայկական ոչ թե սելլերները, այլ Հայաստանից վաճառողները, ովքեր որ վաճառում են Հայաստանից FBS եւ FBO տարբերակով, ովքեր որ հիմա նոր սկսում են վաճառել, իրանց ապրանքները այլևս չի կարող գնալ Ռուսաստանի սահման ժամանակավոր։ Ինչի համար, որտեղ փաստաթղթեր են պետք, որպեսզի այդ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով սահմանը անցնի եւ հայտնվի Ռուսաստանի Դաշնությունում վաճառքի։ Այսինքն 3 օր շուտ դուք ներկայացնում եք, որ արտադրող եք, այդ փաստաթղթերը կլինեն մի քանի օրից արդեն հրապարակավ։ Այդուհանդերձ արդեն կարող եք վաճառել նույն տեմպով ու նույն տեսակի, ոնց որ վաճառում եք առաջ։ Հիմա ներկայիս դրությամբ Ռուսաստանում, Բելարուսիայում, որտեղ որ վաճառք իրականացնում եք, այդ տարածքներում ցույց չի տալիս, բայց դա ժամանակավոր է, որովհետև պաշտոնական տեղեկատվությունը դա է։ Բայց հիմա ավելի լավ լուր։ Տեսեք, սա միայն խանգարելու է փոքր բիզնեսին, բայց մեծ բիզնեսները շարունակում են նույն տեմպով աշխատել, այսինքն իրանք իրանցով արտահանում են ապրանքները Ռուսաստան ու այնտեղ իրականացնում են վաճառքները։ Այն սելլերները, ովքեր որ բերում են Չինաստանից դեպի Ռուսաստան, իրանք հանգիստ վաճառում են այնպես, ոնց վաճառում էին առաջ, ոչինչ չի փոխվել։ Այստեղ կա մի հատ նաև NDS-ի տարբերակը, որը որ մենք, ովքեր որ վաճառում են Հայաստանից, վաճառքը իրականացում է Ռուսաստանում, Պուտին դյադյան ասում է, որ դուք պետքա ձեր հարկը վճարեք Ռուսաստանում, այլ ոչ թե Հայաստանում, որովհետև գործունեությունը ձեր իրականանում է իրանց տարածքում։ Իսկ այն ապրանքները, որոնք որ վաճառվում են Հայաստանում, այդ ապրանքները պետքա հարկվեն Հայաստանում, այսինքն ռուս սելլերները, որ վաճառքը իրականանում է Հայաստանում, դա պետքա վաճառքն իրականանա, NDS-ը կամ հարկը պետքա վճարվի Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա, քանի որ այդ ամբողջ համակարգը ու ընդհանրապես on-line համակարգը այս մեր հարկային դաշտում թե մեր, թե Ռուսաստանի, հա, որ մի քիչ sense խառը շիլաշփոթ իրավիճակում է գտնվում, դրա համար սպասում ենք, մինչև կարողանան կարգավորեն այդ հարցը ու մենք կարողանանք վաճառք իրականացնել։ Բայց մի հատ ավելի լավ լուր ասեմ, որ այսուհետ կարող եք դիմել մեզ, որպեսզի մենք ձեր ապրանքները օդային ճանապարհով ուղարկենք դեպի Ռուսաստան ու ձեր ուզած պահեսները տեղափոխենք արդեն ու դուք հանգիստ կարողանաք ձեր վաճառքն իրականացնեք։ Sense թե հենց Wildberries-ը, որ տեղափոխում է ձեր ապրանքները ինքն իրանով, ինքը այդ գումարը պահում է ձեզանից, այսինքն ձեր ապրանքը թանկ է ցույց տալիս հաճախորդին։ Դուք կարող եք այդ գումարը վճարել բեռնափոխադրման համար, տեղափոխենք ելի դուք թանկ վաճառեք ձեր ապրանքները։ Բոլորիս բարի առևտուր, այնպես որ չենք հուսահատվում, չենք ընկճվում, չենք տրամադրություններս գցում, որտեղ այն ինչը որ դուք անում եք տրամադրություն գցել, ընկճվել եւ այլն, դուք մենակ վնասում եք ձեզ։ Ոչ օգուտ եք տալի ձեր բիզնեսին, ոչ էլ ձեզ։ Լավ եղեք։